Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ազգային ժողովի մեծարգո նախագահի տեղակալ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, ներկայացնեմ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաշվետվությունը։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ընդունվել է 69415 հաղորդում, որից 58085-ով նախաձեռնվել է վարույթ, իսկ 11330-ով չի նախաձեռնվել։ Եվս 524 քրեական վարույթ նախաձեռնվել է այլ քրեական վարույթների նախաքննության շրջանակներում։ Հաշվետու ժամանակահատվածում քննվել է 207132 քրեական վարույթ, նախորդ տարվա 184018-ի դիմաց, այսինքն քրեական վարույթների թիվն աճել է 23114-ով կամ 12.5%-ով։ Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ այս թվերին ուշադրություն դարձնել, որովհետև քրեական վարույթների աճով պայմանավորված նաև ուղիղ ազդեցություն է ունեցել այս աճը դատավարական հարկադրանքի եւ քննիչների ծանրաբեռնվածության վրա, որոնք արդեն հաջորդիվ կներկայացնեմ։ Նշված 207132 քրեական վարույթից 140001-ը փոխանցվել է 2023 թվականից, կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների կողմից նախաձեռնվել է 58609 քրեական վարույթ, 2023 թվականին այդ թիվը եղել է 54190-ը, 1757-ով մաս է անջատվել եւ ուղարկվել այդ մարմին, 2023 թվականին 3724 է եղել այդ թիվը, 18-ով նախաձեռնվել է բժշկական հարկադրանքի վարույթ, 220-ով քրեական վարույթով չի հաստատվել մեղադրական եզրակացությունը եւ վերադարձվել է նախաքննական մարմին, 2023 թվականին այդ թիվը եղել է 210-ը, 693-ով քրեական վարույթով չի հաստատվել կարճելու մասին որոշումը եւ վերադարձվել է նախաքննության մարմին, 2023 թվականին այդ թիվը եղել է 535-ը։ Վարույթի աճին զուգընթաց աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը։ 2024 թվականի ընթացքում մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 319 քրեական վարույթ, 2023 թվականին 304-ի դիմաց, այսինքն քննիչի միջին ծանրաբեռնվածությունը աճել է 15 վարույթով կամ 4.9%-ով։ 207132 քրեական վարույթից 117093-ը նախորդ տարիներին ապացուցողական եւ վարույթային գործողություններն ավարտված վարույթներն են, այսինքն այսուհետ պասիվացված վարույթներ։ Դուք գիտեք, որ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն է տեղի ունեցել եւ նախորդ տարիներին, երբ որ մենք գործ ունեինք կասեցված վարույթների հետ, այսինքն երբ որ քննիչը որոշմամբ կասեցնում էր, հիմա բոլոր վարույթները համարվում են ըստ էության կասեցված վարույթ գոյություն չունի եւ բոլոր վարույթներն ըստ էության ակտիվ են եւ որպեսզի ըստ էության բոլոր գործողությունները, երբ որ ավարտած է լինում քննիչը, այդ վարույթները մենք համարում ենք պասիվացված։ Առանց նախորդ տարիներին պասիվացված 117093 եւ կոմիտեի ստորաբաժանումների միջև ուղարկված 4698 քրեական վարույթների հաշվառման 2024 թվականի ընթացքում քննվել է 85341 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 77740-ի դիմաց, այսինքն աճել է 7601-ով վարույթով կամ 9.7%-ով։ 2024 թվականի ընթացքում քննված 85341 քրեական վարույթից ավարտվել է 37947-ը, 297-ն ուղարկվել է այլ նախաքննական մարմին, 6815-ը միացվել է, 18144-ը պասիվացվել, 8-ով վերածվել է մասսանջատելու մասին որոշումը, իսկ 22130 քրեական վարույթ մնացել է անավարտ նախորդ տարվա 14483-ի դիմաց, այսինքն մնացորդ քրեական վարույթներն աճել են 7647-ով կամ 52.7%-ով։ Այսպիսով 85341 վարույթից լուծվել է 63211 քրեական վարույթի ընթացքը նախորդ տարվա 63257-ի դիմաց, այսինքն նվազել է 46-ով կամ 0.07%-ով։ Արտադրողականությունը կազմել է 74.1%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 81.4%-ի դիմաց, այսինքն արտադրողականությունը նվազել է 7.3%-ով։ Գրեթե նույնչափ ընթացք լուծված վարույթների պարագայում արտադրողականությունը 7.3%-ով նվազումը պայմանավորված է 2024 թվականի ընթացքում 7601 քրեական վարույթի աճով։ Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը արդեն իսկ առանց պասիվացված քրեական վարույթների
85341-ի հաշվառմամբ կազմել է 132 քրեական վարույթ, նախորդ տարվա 128-ի դիմաց աճել է 4-ով կամ 3.1%-ով։ Ինչպես արդեն նշվեց, 2024 թվականի ընթացքում ավարտվել է 37947 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33304-ի դիմաց։ Ավարտված 37947 քրեական վարույթից 11825-ը 12805 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ 2023 թվականին այդ ցուցանիշը եղել է 8305 քրեական գործ 9511 անձի վերաբերյալ։ Այսինքն դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 3520-ով կամ 42.3%-ով, իսկ անձերի քանակն աճել է 3294-ով կամ 34.6%-ով։ 45 բժշկական հարկադրանքի վարույթով կազմվել է եզրափակիչ ակտ եւ ուղարկվել դատարան, 2023 թվականին այդ ցուցանիշը եղել է 55-ը։ 26077 քրեական վարույթ կարճվել է, այսինքն կարճված վարույթների քանակը նույնպես աճել է, որը իհարկե նաև ներառում է դատավարական ավարտների մեջ, այսինքն աճը կազմել է 1133 քրեական վարույթ կամ 4.5%։ Ինչպես արդեն նշեցի, 2024 թվականի ընթացքում 220 քրեական վարույթով չի հաստատվել մեղադրական եզրակացությունը կամ եզրափակիչ ակտը եւ վերադարձվել է նախաքննություն, որը կազմում է դատարան ուղարկված 11870 քրեական վարույթների 1.8%-ը։ 158-ով կամ 29.5%-ով աճել են հսկող դատախազների կողմից քրեական վարույթը կարճելու մասին կայացված որոշումները չհաստատելու եւ նախաքննության վերադարձնելու դեպքերը։ 2024 թվականի ընթացքում չի հաստատվել 693 որոշում, 2023 թվականին այդ թիվը եղել է 535-ը։